Ողջույն, նախընտրական մրցավազքը Հայաստանում 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մտնում է նախավարժանքների փուլ, կուսակցություններն ու քաղաքական դաշինքները սկսում են դիրքավորվել, բայց բոլորն էլ հասկանում են, որ երկրում ամենևին էլ սովորական իրավիճակ չէ։ Ընդդիմության համոզմամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության քաղաքականությունը հանգեցրել է ազգային ճգնաժամի եւ նրա հետագա պաշտոնավարումը սպառնալիք է պետության համար։ Թեմայի շուրջ Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօրվա մեր հյուրն է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար, հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը։ Բարև ձեզ, պարոն Մամիջանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ինչ արդյունքները մինչ այս պահը տվել վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը կամ նախագիծը։ Այս պահին, ինչպես ես 2 օր առաջ հայտարարեցի, մենք ունենք 34 ստորագրություն, Հայաստան խմբակցությունը մեզ հետ է փոխանցել իրենց ստորագրություններով մեր ձևաչափը, մեր ձևաթղթի օրինակը Եվ ինչպես արդեն հայտարարել ենք, մեր հաջորդ փուլը աշխատանքային անկախ պատգամավորների, 4 անկախ պատգամավորների ուղղությամբ աշխատանքն է իրենց ստորագրությունները ստանալու համար, որովհետև ըստ փուլերի եւ ըստ տրամաբանության հաջորդ մեր գործողությունը սա է։ Ինչի ենք հասել, ինչ արդյունքներ կարող ենք արձանագրել։ Կարող ենք արձանագրել, որ մեր կազմակերպած լսումների ժամանակ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի լայն կոնսոլիդացիա, որը ես այդքան էլ չեմ հիշում նմանօրինակ դրսևորում վերջերս, այս հարցի իմպիչմենտի հարցի շուրջ, կարծես թե վերջապես յուրաքանչյուրը մեկը մի քիչ շուտ, մեկը մի քիչ ուշ, բայց համաձայնվեց, որ իմպիչմենտը այս պահին միակ հնարավոր եւ հավանական լուծումն է իշխանափոխության հասնելու համար։ Լսումներին մասնակցել էին Հայաստանի ընդդիմադիր դաշտի հիմնական բոլոր դերակատարները, նորից նշեմ, թե խորհրդարանական եւ թե արտախորհրդարանական, եւ հենց դա մեր նպատակն էր այդ լսումների կազմակերպման տրամաբանության մեջ, ցույց տալ մեր քաղաքացիներին, որ գոնե ընդդիմադիր դաշտի պարագայում որոշ դժվարություններով եւ կամ բացառություններով արկա է համախմբում հանրապետականի առաջարկած իմպիչմենտի կամ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։ Ինչի համար է սա կարևոր, որովհետև ակնկալել մեր հասարակությունից, մեր քաղաքացիներից կոնսոլիդացիա համախմբում, եթե ինքներս դրան օրինակ չենք ծառայում, մի քիչ անտրամաբանական կլիներ, եթե ոչ անազնիվ, հենց այդ պատճառով մենք նախաձեռնել էինք այդ լսումները եւ զուտ լսումների արդյունքներից կարելի է ասել գոհ ենք։ Դուք նշեցիք 4 անկախ պատգամավորների հարցը, առաջին հերթին պատիվ ունեմը պահանջելու է արդյոք ձեր համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված եւ հիմա դուրս եկած խմբակցույց Իշխան Զաքարյանից միանալ կամ վայր դնել, հա, մանդատի, ես ճիշտ եմ հասկանում։ Գիտեք, նախ մի քանի ճշգրտում մտցնեմ ձեր հարցի մեջ։ Այո, պարոն Զաքարյանը պատիվ ունեմ նախընտրական ցուցակի մեջ էր, բայց այդ նախընտրական դաշինքը կազմված էր հանրապետական եւ հայրենիք կուսակցությունների կողմից եւ պարոն Զաքարյանի կվոտան հայրենիք կուսակցության կողմից էր ներկայացված, սա մեկ։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ցավոք սրտի իմ կարծիքով պատգամավորի մանդատի համար չի ենթադրում հրամայական մանդատ կոչված, եթե չեմ սխալվում, իրավաբանական տերմինը այդպեսին, այսինքն եթե պատգամավորը փորձում է դուրս գալ ցուցակի դաշինքից, խմբակցությունից, ապա պիտի վայր դնի մանդատը։ Դա ավելի շատ քաղաքական պատասխանատվության դաշտում է։ Եթե այսպես ընդհանրական ասեմ, բոլոր 4 անկախ պատգամավորների հետ տարվելու է աշխատանք յուրաքանչյուրի հետ իր ձևով։ Հասկանալի։ Այդ թվում Հայաստան դաշինքում եւս մի պատգամավոր կա եւ Ի տարբերություն մյուս 3 պատգամավորների Գեգամ Նազարյանի վերջին շրջանի խոսույթը եւ գործողությունները իմ համար անհասկանալի են, հասկանալի են, բայց չեմ ուզում ու նույնիսկ ցանկություն չունեմ մեկնաբանելու։ Ակնկալիքները Գեգամ Նազարյանի պարագայում շատ չնչին են, բայց դա չի նշանակում, որ աշխատանք չի տարվում։
Պարոն Մամիջյան, իսկ իրատեսականության մասով, որ իշխող ավելի ճիշտ մեծամասնություն կազմող խմբակցությունից կմիանան եւ ինչ իրավիճակում կմիանան, պետք է ավելի շատ հանրային ճնշում, ավելի շատ ժողովուրդ հավաքվի, ինչ եք կարծում։ Տեսեք, առաջինը պատասխանեմ իրատեսականության հարցին, հա։ Իհարկե պլանավորման ժամանակ մենք ընտրում ենք այն տարբերակները աշխատանքի համար, որոնք ամենաարդյունավետն են։ Բայց առհասարակ գործընթացին մոտենալ, ասենց նայել, գցել, բռնել, ասել, հեշտ է, դժվար է, արժի, չարժի, դա իմ համար անընկալելի է։ Մենք խոստացել ենք հեռացնել Փաշինյանին։ Մենք խոստացել ենք դրա համար անել ամեն ինչ։ Իմպիչմենտը դրա ամենալավ, ամենագործուն զենքերից, գործիքներից մեկն է։ Ու ասենց գցել, բռնել, ասել, արժի, չարժի, կկարողանամ թե չէ, դա իմ համար անընկալելի է։ Ասում մի հայտնի խոսք կա, չէ, ասում են խավարից բողոքելու փոխարեն կարելի է ուղղակի մոմ վառել։ Հիմա սա մոմ վառելու տրամաբանությունն է։ Սա իրատեսականության դիսկուրսի հետ կապված ես ժամերով կարող եմ բանավիճել ցանկացած իմ գործընկերոջ հետ իրատեսականությունից, բայց դա շատ դատարկ խոսակցություն է, էլի ծայրահեղ դատարկ խոսակցություն է։ Ենթադրենք դժվար է։ Ենթադրենք չէ, իրականում դժվար է։ Հետո այսինքն մենք ասելու ենք, մենք մեր խոստումը չենք կատարել, որովհետև դժվար էր։ Մենք այդ խոստումը տալուց էլ գիտեինք, որ դժվար էր։ Համարյա 2 ամիս փողոցային պայքար վարել, անհնազանդություն անելն էլ էր դժվար։ 18-19 թվականին Նիկոլ Փաշինյանի դեմ փողոցային ակցիաներ անելն էլ էր դժվար։ Փողոցում մամուլով իր դեմ խոսելն էլ էր դժվար, բայց անում էինք, չէ։ Այս իրատեսականության մասը։ Հիմա թե ինչպես պետք է արվի։ Առաջինը դուք ինքներդ եւ ամենակարևորը նշեցիք, դա հանրային ճնշումն է։ Այո, առանց փողոցային գործընթացների impeachment-ը անհնար է։ Մենք նաիվ չենք, մենք չենք ենթադրում, որ մի օր ԿՊ-ականները զարթնելու են ու ասում են՝ «Վայ, փաստորեն դավաճան է Փաշինյանը ու գան ստորագրեն»։ Իհարկե այդպես չի լինելու։ Առաջնային ձևը ԿՊ-ից ստորագրություններ ստանալու իհարկե հանրային ճնշումն է, որին մենք հասնելու ենք այդ փուլին։ Այստեղ մի հաջորդ կետ էլ կա։ Շատ հաճախ, երբ հիմա տեսնում ենք, թե ինչ վիճակ է ԿՊ-ի ներսում, հա, փոխադարձ արշավներ, պատվիրված հոդվածներ, եսի միջեր, արդեն հրապարակային բանավեճեր, պատգամավորների միջև եւ այլն եւ այլն։ Ինձ խորապես մեկ է, թե ինչ մոտիվացիայով է այս կամ այն ԿՊ-ական երեսփոխանը բերելու գալու եւ ստորագրի impeachment-ի տակ։ Թող ինքը նեղանա իր ֆրակցիայի այն падգամավորից եւ մուր հանելու համար գա ստորա։ Բացարձակ չի հետաքրքրում ինձ իր մոտիվները ստորագրելուց լրիվ մեկ են։ Կարևորը գա ստորագրի։ Ինչի համար եմ ես սա ասում։ Առաջնային գործիքը իհարկե հանրային ճնշումն է, բայց չի կարելի մոռանալ իրանց ներթիմային գզվռտոցները, իրանց ներթիմային փող ունեցված կազդեցություն բաժանելու մեկի մյուսին նախանձելու, ոտի տակը փորելու գործընթացները, որոնք նույնպես կարող են հանդիսանալ ինչ-որ մեկի ստորագրելու համար դրդապատճառ, որևէ խնդիր չունեն դրա հետ։ Պետք չի մոռանալ այն փաստը, որ ընտրական գործընթացների կամ պաշտոնների բաժանման կամ նոր ցուցակի տրամաբանության մեջ կլինեն մարդիկ, որոնք կնեղանան, կնեղսրտեն, ինչ-որ այլ դրդապատճառներով փչացնեն հարաբերությունները իրանց ֆրակցիայի ներսում, պատրաստ ենք բոլորին տրամադրել հնարավորություն Փաշինյանին հեռացնելու համար։ Բայց հասկանում ենք, չէ, որ նույն օրը նրանք կարող են WhatsApp-ով SMS ստանալ այդ մարդիկ։ Տեսեք, իհարկե, մենակ WhatsApp-ը քիչ եք ասում, WhatsApp-ը ուղղակի հրաժարական տալու համար է գրում։ Այդ մարդկանց նկատմամբ այո, սկսվելու է լայն արշավ ուժայիններով, դատականով, ամեն ինչով, իրավապահ համակարգով, ամեն ինչով, քարոզչականով, այդ ամեն ինչը լինելու է։ Եվ հենց այդ պատճառով, երբ որ ձեր գործընկեր լրագրողները ինձ հարցնում են, ինչու չեք ասում, թե ԿՊ-ից ինչ կա, ինչ հնարավորություն կա եւ այլն, կամ երբ որ բերում են ինչ որ ԿՊ-ական երեսփոխանի վիդեո, որը տենց
խառնված իրար արագ ասում, մեր մոտ ոչ մեկ չի ստորագրելու, մեր մոտ ոչ մեկ չի ստորագրելու, շուտ ասելու, իպես այդ ամենը իմ համար որևէ արժեք չունի, որովհետև բա հո չէին ասելու ստորագրելու ենք, հա իհարկե ուրա թուղթը բերեք ստորագրենք, պարզ չի որ չէին ասելու։ Ավելին ասեմ, այն մարդիկ ԿՊ-ից ովքեր որ ստորագրելու են, կարող է այդ առավոտը ինտերվյու տան ու ասեն, չէ, իհարկե չենք ստորագրելու, ոչ մի դեպքում մենք բոլորս Փաշինյանի հետ ենք եւ այլն եւ այլն։ Այնպես որ դա բացարձակ ցուցիչ չի, բացարձակ ցուցիչ չի։ Եվ ես կարծում եմ, որ այդ նույն հանրային ճնշումը, այդ նույն կոնսոլիդացիան կապահովի նաեւ միայն այդ դրվագով իմպիչմենտին միացած պատգամավորների պաշտպանությունը, այսպես ձևակերպենք, որպեսզի չշահարկեն եւ չնենգափոխեն ասածս եւս մեկ անգամ ընդգծում եմ, միայն այդ դրվագով։ Իհարկե օգտվելով առիթից, քանի որ պատիվ ունեմ ուշագրավ գնահատականներ ներկայացրել ազգային ճգնաժամի կառավարման ձախողման հիմքերով Հայաստանի Հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի հայտարարություն նախագծի մեջ։ Մի քանի բառով ներկայացնեք, թե ինչ աղետալի հետևանքների է հանգեցրել ըստ ձեզ Փաշինյանի կառավարումը։ Այդ հայտարարությունը կարող է լինել 100-ապատիկ ավելի մեծ, նկարագրելով Փաշինյանի ձախողումները, թերացումները, ապապետական, ապազգային, հակապետական, դավաճանական գործողությունները։ Բայց կա մի շատ հին անեկդոտ։ Սովետական տարիներին մեկը թռուցիկներ է բաժանում Կարմիր հրապարակում, քաղաքական, ինքը ասում է քաղաքական թռուցիկներ են բաժանում։ Ոստիկանը մոտենում է կամ ԿԳԲ-ի աշխատողը մոտենում է, տեսնում է թուղթը դատարկ է։ Ասում է, բայց սա քաղաքական թռուցիկ չէ, դատարկ թուղթ, ասում է, դե բոլորը ամեն ինչ գիտեն։ Հետևաբար այդ հայտարարությունը կարող է լինել մեկ նախադասություն։ Սկսած արտաքին քաղաքականության ձախողումներից, որոնք բերեցին աղետի մեր երկիրը, վերջացած պաշտպանական, տնտեսական, կոռուպցիոն սկանդալներ, շարունակած դա տնտեսական փուչիկ ներկայացվող ստատիստիկաներով, որոնք որևէ կերպ արտացոլված չեն մեր քաղաքացիների բարեկեցության վրա եւ իհարկե հակաժողովրդավարական գործընթացները քաղաքբանտարկյալներից մինչեւ ոստիկանական բռնաճնշումներ, խոսքի ազատության սահմանափակումներ եւ այլն եւ այլն։ Այս բոլորը այդ հայտարարության մեջ նշված։ Բայց երբ մենք կազմակերպում էինք լսումները եւ երբ խոսում էինք, հրավիրում էինք մեր գործընկերներին, ես բոլորին մոտ նույն նախադասությունն է եւ նույն տրամաբանությունն է բացատրվել, որ իհարկե Փաշինյանի բոլոր հակապետական գործողությունները արձանագրելը, բարձրաձայնել, անդադար դրանց մասին խոսելը շատ կարևոր է, ոչ մեկ չի ասում, որ դա նվազեական է եւ մենք հենց հիմա ենք դրանով զբաղված եւ մեր գործընկերները դա անում են բոլոր հնարավոր ձևաչափերով հարցազրույցից մինչեւ մարզային հանդիպումներ։ Բայց այդ լսումները լուծումներ գտնելու մասին էին։ Այսինքն մենք նպատակ ունեինք գտնել գործնական, կիրառելի, իրագործելի լուծում իշխանապողություն իրականացնելու համար հենց հիմա, հնարավորինս շուտ։ Մինչև ընտրությունները։ Կարելի է այդպես էլ ձևակերպել։ Մեր առաջարկը իմպիչմենտն էր, բայց մենք բաց էինք թողել դաշտը այլ առաջարկներ ներկայացնելու համար։ Եղան ինչ որ գաղափարներ մի շարք արտախորհրդարանական քաղաքական ուժերից, իրավապահ համակարգի ներգրավմամբ, այսինքն դատախազություն բողոք ներկայացնելու եւ այլն պարոն Հայրիկյանի առաջարկը ու այսպես շարունակ։ Բայց բոլորը համաձայնեցին, որ իմպիչմենտը միանշանակ լավ եւ գործող տարբերակ է, մեր նպատակը հենց այդ առողջ քննարկման ծավալում էր։ Ուստի ես իհարկե կարող եմ նորից վերաշրջադրել մեր ամբողջ հայտարարությունը, բայց ոգին մոտավորապես բացատրեցի։ Էական է նաեւ, որ այդ հայտարարության մեջ նշված է, թե ինչով պիտի զբաղվի անցումային կամ ժամանակավոր, ոնց ուզում եք անեք կառավարությունը, որը կառավարելու է մինչև ընտրությունները, որովհետեւ հիշեցնում եմ, ինչ ուզում է տեղի ունենա, ընտրություններ լինելու են։ Եվ այդ կետերի մեջ կարևորագույն կետ է հանրային համերաշխության մթնոլորտի ձևավորումը, այդ սևեր սպիտակներ բաժանման վերացումը, բնականաբար անվտանգային իրավիճակի Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի կայունացումը, արտաքին
մարտահրավերների եւ վտանգների չեզոքացումը կամ նորից կայունացումը, դրանց անվտանգային երաշխիքների ապահովումը եւ իհարկե այսպես շարունակաբար տնտեսական վայրիվերումների թույլ չտալը, հակաժողովրդավարական գործընթացների կասեցումը եւ այլն եւ այլն։ Այսինքն, այստեղ ներկայացվածը թե ինչ պետք է արվի մինչեւ ընտրությունները, մինչեւ որ տեղի կունենան ընտրություններ եւ ժողովուրդը իր համակրած քաղաքական ուժին կպատվիրակի կառավարումը։ Ինչպես արդեն նշեցինք, առջևում խորհրդանական ընտրություններն են, հետաքրքիր է ձեզ արդյոք դրանք կլինեն վճռական կամ վճռորոշ կամ ճակատագրական եւ թույլ տվեք նկատել, որ կարելի ասել հասել ենք մի հանգրվանի, որ կարելի է ամփոփել այս վերջին 5 տարվա քաղաքական պայքարը, թե պայմանական կետ վերցնենք։ Ես երեք օրինակ այս թեման էի ուսումնասիրում ու ֆիքսեցի, որ ասենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից կամ 10-ից ընդդիմության եւ հանրության մի զգալի հատվածի գլխավոր խնդիրը իշխանափոխությունն է։ Ամփոփել եք արդյոք այս բան, ինչու մինչ օրս ընդդիմությանը չի հաջողվել դա անել, ոչ արտախորհրդանական, ոչ ընտրությունների միջոցով։ Տեսեք, այս անցնող տարիների ընթացքում գործընթացները ամփոփվել են ընթացս տարբեր ժամանակային հատվածներ ընտրելով, հա, տարի, շարժում, գործընթաց եւ այլն եւ այլն։ Նեոցնում խնդրում։ Խոսել բացթողումների եւ սխալների մասին ես եթերում չէի ցանկանա, բացատրեմ ինչի, որովհետեւ որպես կանոն յուրաքանչյուր սխալ, յուրաքանչյուր բացթողում ունի իր հստակ պատճառը, որը երբեմն օբյեկտիվ է, երբեմն սուբյեկտիվ, երբեմն կապված է, կախված է այս կամ այն անձից կամ այս կամ այն ուժից, իսկ երբեմն ոչ։ Բայց հրապարակային դրա քննարկման արդյունավետությունը ես չեմ հասկանում։ Եթե ես տեսնում եմ, որ իմ կարծիքով, իմ գործընկերներից կամ քաղաքական ուժերից միավորներից որևէ մեկը ինչ որ գործընթաց է իրականացնում, որը այս կամ այն խոցելիություն ունի, կամ այս կամ այն հայտարարության կամ գործողության արդյունքում առաջանում է այս խոցելիությունը, ես հեռախոսվեցնում զանգում եմ այդ մարդուն, կարծիքս հայտնում եմ։ Ասում եմ, եղբայր, այսպես, սա իմ կարծիքով։ Երբեմն համաձայնվում են, երբեմն հակադարձում են, սկսում են իրար հետ քննարկել։ Այդ նորմալ աշխատանքային քննադատություն է եւ նույնը ես ընկալում եմ նաեւ մեր ուղղությամբ։ Բայց եթերում երկու ընդդիմադիր իրար գործունեությունը մեկնաբանի, դա դիվիդենդ շահելա, որի հաճույքը ես ճիշտն ասած չեմ հասկանում։ Ուստի այդ բոլոր разбор полетов են ռուսերեն ասում, հա, այսպես ասած սխալների ուղում անելը միշտ արվում է։ Ուղղակի արվում է այնպես, ինչպես դա պիտի արվի շահագրգիռ քննարկմամբ։ Դա է տրամադրությունը։ Այո, դուք ճիշտ եք, այս տարիների ընթացքում իրական ընդդիմադիր քաղաքական միավորները խոստացել են հեռացնել Փաշինյանին եւ դրա համար իրականացրել են ամենատարբեր գործողություններ։ Հանրապետականը դրանց ընթացքում միշտ եղել է ամենավտանգավոր կետերում, ոչ մեկ չի կարող ասել, որ մենք այս կամ այն գործընթացի ժամանակ անմասն ենք մնացել, այդ շատ մեղմ եմ էլի ձևակերպում։ Բայց ես չեմ կիսում այն մոտեցումը, երբ սկսում են օգտագործել ձախողվել էր եւ այլն բառերը այս կամ այն շարժման նկատմամբ։ Այո, այդ բոլոր շարժումները, այդ բոլոր անհնազանդությունները չեն հասել իրենց հիմնական նպատակին։ Բայց վստահաբար Փաշինյանի այս պահի ռեյտինգը, այսպես ասած, եւ շատ ու շատ այլ գործընթացներ պայմանավորված են նաեւ այդ գործողություններով։ Ուստի անարգանք կլինի այն բոլոր զոհողությունների նկատմամբ, որոնք կրել են մեր պայքարի ընկերները, քույրերը եւ եղբայրները, հայրենասերները այս տարիների ընթացքում, ասել, որ դե ոչ մի արդյունք չի եղել։ Արդյունքները եղել են, ցավոք ոչ հիմնական նպատակի իրագործում։ Իսկ հանրապետական կուսակցությունը ունի արդեն որոշում հանրապետության, եթե չեմ սխալվում, մարդկային ռեսուրսներով ամենամեծ կուսակցությունը մասնակցելու է արդյոք 2026 ընտրություններին եւ ինչ ձևաչափով։ Գիտեք, այս տարիների ընթացքում հանրապետականը մաքսիմալ շիտակ ցույց է տվել իր նպատակները, իր մոտեցումները եւ ընկալումները գործընթացի մասին ու հիմա նույնպես բացառություն չի։ Մենք համարում ենք, որ հնարավոր է
իշխանափոխությանը հասնել իմպիչմենտի միջոցով։ Հնարավոր է դա անել մինչև ընտրությունները։ Դա մենք այդ տարբերակն ենք ընտրել մի շարք պատճառներով, որովհետև երբ որ դու ասում ես, որ Փաշինյանի ամեն օր իշխանության մնալը աղետ է, ու հետո հաջորդ նախադասությունը ասում ես ընտրություններով իրեն կհեռացնենք, մի քիչ հակասություն է այդ երկու գաղափարի միջև առաջանում, ինչ է նշանակում, եթե աղետ է, պետք է օր առաջ հեռացնել, սա մեկ։ Երկրորդ, երբ ինձ հարցնում են ընտրությունների վերաբերյալ, համաձայն չեք, որ մի քիչ անազնիվ կլիներ, եթե մենք ասեինք, որ պետք է ամեն ինչ անել իմպիչմենտի համար, բայց ընթացքում պատրաստվեինք ընտրությունների։ Ուստի հանրապետականը չունի ոչ միայն որոշում, այլ նաև քննարկում ընտրությունների վերաբերյալ։ Մեր ամբողջ ռեսուրսը քաղաքականից մինչև քարոզչական այս պահին լծված է իմպիչմենտի իրականություն դարձնելու ուղղությամբ։ Լավ կլիներ, որ մեզ բոլորը այդ հարցում աջակցեն, որովհետև մինչև հիմա մեր գործընկերների նախաձեռնությունների ժամանակ մենք այդպես ենք արել։ Բայց աջակցեն, չաջակցեն, մենք մեր պարտքը, մենք մեր խոստումը կատարելու ենք։ Գիտեք, շատ հաճախ իմ որոշ գործընկերներ ասում են, որ չի կարելի ընտրությունների վերաբերյալ խոսել, հիասթափեցնել մարդկանց, որ բնականաբար շատ կարևոր է, որպեսզի մեծ մասնակցություն լինի ընտրությունների ժամանակ։ Ես չեմ հիմա երկար բացատրի, թե ինչ ռիսկեր է իր մեջ պարունակում ընտրությունները, հաշվի առնելով նոր օրենքը, որով ինքը կարող է չեղարկել ընտրությունները ռազմական կամ արտակարգ դերություն հայտարարելով, հաշվի առնելով ադմինիստրատիվ ռեսուրս, խախտումներ եւ այլն եւ այն փաստը, որ միջազգային կազմակերպությունները եթե լուր են մնում, երբ քաբանտարկյալներ կան եւ խաղացուցարարներին բռնության են ենթարկում, դժվար է ժամանակ խոսեն, նույն դրամանությունն է լինելու ինչ որ 21 թվականին, բայց իրավիճակը այդ առումով չի փոխվել։ Այստեղ կա մի հայելային հատված, էլի, երբ որ մեզ ասում են դե մի ասեք, որ ընտրություններով դժվար է, դե ես էլ նույնը կարող եմ ասել, իսկ գուցե չասեք, որ իմպիչմենտով հնարավոր չի կամ դժվար է կամ չգիտեմ, իրատեսական չեք համարում։ Իսկ գուցե ոնց որ մեզ եք ասում մի հիասթափեցնել, դուք էլ իմպիչմենտի հետ կապված չի հիասթափեցնեք մարդկանց։ Այնպես որ այստեղ բավական երկակի է։ Վերջերս շատ են քննարկումները Հայաստան խմբակցության Ռոբերտ Քոչարյանի հետ սերտ առնչություն ունեցող պատգամավորների կողմից, որոնք ինչ-որ որակումներ են փորձում տալ իմպիչմենտի գործընթացի հետ կապված, ինչ-որ կասկածի տակ են դնում այն փաստը, որ հանրապետականն է պատասխանատվություն կրում, հատուկ իրենց համար եւս մեկ անգամ ասում են, որ հանրապետականն է պատասխանատու քաղաքական պատասխանատուն իմպիչմենտի համար։ Տարաձայնությունները դա շարունակվում են, հա։ Դա տարաձայնություններ չի, հասկանում եք, ես չեմ հասկանում, երբ որ մենք փորձում ենք գործ անել, ընթացքում կան մարդիկ, որոնք մեզ ոչ միայն չեն օգնում, այլ նաև ինչ որ ձևերով փորձում են խանգարել։ Դա իմ համար անընկալելի է։ Ինչ-որ ժամկետներ են ասում, եսին ինչեր են ասում, այդ կեցվածքը դե հələ տեսնենք ինչ եք անելու, ոչ թե ինչ եք անելու, այլ ինչ ենք անելու։ Ինչև այսօր մենք այդպես ենք վերաբերվել։ Եթե ինչ-որ բան է փոխվել, թող մեզ ասեն, բայց ինչ ուզում է անեն, ով ուզում է փորձի խանգարի այս գործընթացին, բաժանումը շատ պարզ է հիմա, շատ պարզ։ Առկա է իմպիչմենտի ձևաթուղթ, գործընթաց։ Բակը կա 34 ստորագրություն։ Ու հիմա արդեն այդ շատ միանշանակ է դառնում տարբերակները։ Եթե դու միանում ես դրան, ապա դու կողմ ես, որ Փաշինյանը հեռացվի։ Եթե դու չես միանում դրան, ապա դու կողմ ես, որ Փաշինյանը մնա Հայաստանի Հանրապետության կառավարիչ։ Այստեղ երկար վերլուծություններ չկան։ Լակմուսի թուղթ է, էլի, այսինքն շատ հստակ ցույց կտա, թե Հայաստանի քաղաքական դաշտում, դե պատգամավորների շրջանում բնականաբար, ով ինչ դիրքորոշում ունի, ընդ որում, խնդրում եմ հիշեցնեմ, որ իմպիչմենտի գործընթացի պատասխանատվությունը անհատական է։ Ֆրակցիան իմպիչմենտի պարագայում, լինելով ֆրակցիայի ղեկավարի, ես դա ասում եմ, որևէ դերակատարում, որպես միավոր, չունի։
ստորագրում են անհատ պատգամավորները, հետագայում քվեարկելու են անհատ պատգամավորները։ Այնպես որ այստեղ որևէ այս կողմ այն կողմ տարբերակ չկա։ Կամ դեմ ես Փաշինյանին, կամ կողմ ես։ Եվ ես նաև ձեր եթերում եմ բազմիցս ասել, որ ինձ առանձնապես ռեյտինգները այդքան էլ չեն հետաքրքրում, դե ամոթ է, էլի ամեն օր Հայաստանը փոքրանում է, ես պետք է ռեյտինգից դառնա անեմ։ Բայց այդ թվում նաև դրա մասին մտածող քաղաքական գործիչների համար ուզում եմ հիշեցնել, որ մեր քաղաքացիները տեսնում են ամեն ինչ։ Ու ինչպես դուք շատ լավ նշեցիք, այո, impeachment-ի գործընթացը, impeachment-ի ձևաթուղթը լակմուսի թուղթ է լինելու, բայց մենք չենք ուզում, որ ինքը լակմուսի թուղթ լինի։ Մենք ուզում ենք, որպեսզի ինքը հաջողի։ Իսկ այն խորհրդակցությունները արտախորհրդարանական ուժերի հետ ինչ արդյունքներ են տվել, կարող եք նշել որոշ տեսեք, քանի որ ֆորմատը ենթադրում էր փակ զրույցներ, ես առանձնապես մանրամասներ չեմ հայտնի եւ եթե նայել եք նաեւ լրատվականներին տեղեկացնում էինք զուտ հանդիպման փաստի մասին։ Բայց միևնույն ժամանակ կասեմ, որ դե այդ հանդիպումների գրեթե բոլոր քաղաքական ուժերը, համարյա բոլոր քաղաքական ուժերը այս կամ այն կերպ ներկայացված էին լսումների ժամանակ եւ այն ելույթները, որոնք իրենք ունեցան այդ լսումների ժամանակ, մոտավորապես այն բովանդակություններ, որոնք ունենում էին քննարկումների ժամանակ, հանած տեխնիկական հատված, երբ մենք քննարկում էինք, թե ինչպես է տեղի ունենալու փողոցային պայքարը, ինչպես ենք ոտքի հանելու մարդկանց, մոտավորապես ինչ գործիք է կազմակերպվելու այս կամ այն պարագայում ստորագրությունները ստանալու համար, հա, մեն տեխնիկական հատվածը հանած, բովանդակային գաղափարական մակարդակում մոտավորապես բոլորը իրենց ունեցած ելույթներում ասել են ինչ որ տեղի ունեցել հանդիպումների ժամանակ։ Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին հետևել եք մի քանի օր առաջ տեղի ունեցած։ Ես կխնդրեմ երկու հատկապես գնահատական, օրինակ ըստ Ռոբերտ Քոչարյանի Փաշինյանի վերընտրվելու շանսերը ձգտում են 0-ի, իսկ ձեր գնահատմամբ եւ երկրորդը, ինչպես ինքը նշեց, 3 ուժ ունեն այսպես շանսեր մտնելու խորհրդարան, ԿՊ-ն, Հայաստան դաշինքը կամ չգիտեմ ինչ ձևաչափով եւ մեր ձևով շարժումը, իսկ ինչ կարծիք եք երկրորդ հարցից։ Ես ենթադրում եմ, որ քանի որ հանրապետականը հայտարարել է, որ նոր էլ ասացի, որ մենք ընտրությունների մասնակցությունը չենք քննարկում, ենթադրում եմ, որ նախագահ Քոչարյանը իր կանխատեսումները անելուց ելել է նաև այդ փաստից, որ մենք դեռևս չենք քննարկել ընտրությունների մասնակցության հարցում, դա ընդհանրապես ենթադրություն է։ Բայց միևնույն ժամանակ, եթե հանկարծ հանրապետականը որոշի մասնակցել ընտրությունների, մենք նախագահ Քոչարյանի ձայնի համար չենք պայքարելու, մենք մեր քաղաքացիների ձայների համար ենք պայքարելու։ Ուստի տենց առանձնապես մեծ փոփոխություն այդ հայտարարությունը առնվազն իմ կյանքում չի բերել։ Ինչ վերաբերում է ձեր Առաջին հարցին նախագահ Քոչարյանի կանխատեսման հետ կապված, ես սոցիոլոգ չեմ մասնագիտությամբ եւ կես տարուց ավել առաջ, երբ նույնիսկ հիմնական դերակատարները ընտրությունների որոշված չեն, ես կանխատեսումներ չեմ անում։ Ինչպես նախագահ Սարգսյանը մի քանի օր առաջ իր դատական նիստից հետո ծեփազրույցի ժամանակ հայտարարեց, մենք հաջողություն ենք մաղթում բոլոր իրական ընդդիմադիր այն քաղաքական միավորներին, որոնք իմիկվանից հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին։ Այլ որևէ մեկնաբանություն այլ քաղաքական միավորների էլեկտորալ գործունեության վերաբերյալ ես ճիշտ ասած չունեմ։ Իսկ ձեր տպավորությամբ որպես ամփոփում ընդդիմադիր հիմնական առանցքային ուժերը ինչ մարտավարությամբ են գնալու ընտրություններին, միավորվելու թե յուրաքանչյուր առանձին հետո կոալիցիա կազմեն եւ փոխեն իշխանությունը։ Գիտեք, ներքաղաքական վերլուծությունները մանավանդ ներ ընդդիմադիր դաշտում եւ դրանք արվում են գործող քաղաքական գործչի կողմից իմ կարծիքով այդքան էլ իմաստավորված չեն։
Ես քաղ տեխնոլոգ չեմ, բայց քաղաքականությունից լավ հասկանում եք։ Չգիտեմ, լավ եմ հասկանում, թե չէ, բայց ամենայն դեպս քաղ տեխնոլոգ չեմ եւ ես ծառայություններ չեմ մատուցում այս կամ այն քաղաքական ուժին, որ խորհուրդ տամ, թե ինքը ոնց գնա ընտրության։ Յուրաքանչյուրը թող իր թիմով քննարկի, որոշի եւ իր համար լավագույն ձևաչափը ընտրի։ Իսկ ավելի լավ կլինի, եթե իր թիմով քննարկի եւ հիմիկվանից կպնի իմպիչմենտի գործընթացին, որովհետեւ կա շանս մինչեւ ընտրությունները Փաշինյանին հեռացնելու։ Ինչի համար ենք մենք դա անդադար կարևորում։ Մի կողմ թողնենք այն ինչ որ ես արդեն ասեցի, որ բոլորս ասում ենք ամեն օր իր կառավարումը աղետ է, բայց մի մասս ասում ենք եկեք սպասենք, մի մասը ասում են եկեք սպասենք ընտրությունների, դա հակատրամաբանական կապ է, բայց այդ թողնենք մի կողմ։ Ուր է երաշխիքը, որ մինչև ընտրություններ էլի անդառնալի բաներ չի անելու։ Հիշում եք անդադար ասում էինք, հեսա գնալու է մի բան ստորագրի։ Արդյունքում ստացանք Վաշինգտոն, որը շատ ավելի շատ խոցելիություններ է առաջացել Հայաստանի Հանրապետության համար, քան իբր ինչ որ օգուտներ կամ երաշխիքներ անվտանգային։ Այդպիսի բան չկա, խոցելիություններ լիքը, աշխարհաքաղաքական, անվտանգային եւ այլն եւ այլն եւ այլն։ Որտեղ է երաշխիքը, որ դա տեղի չի ունենալու, ուզում եմ հասկանամ։ Ով է տենց վստահ, որ մինչև հաջորդ ընտրությունները ինքը ինչ որ անդառնալի բան չի անի, մեկ։ Երկրորդ, կան ինչ որ մարդիկ, ում համար սալնելու է հերթական ընտրություն, այսինքն տենց նորմալ Քարոզարշավի առաջի օրը դուրս են գալու իրանց գրասենյակներից, կարծումները ուղղեն, նստեն տենց զարդարած նկարներ կպցրած ավտոբուսիկները ու գնան մարզեր քարոզելու։ Չէ, սա նորմալ սովորական ընտրություն չի լինելու։ Սա կարևորագույն Հայաստանի ապագան բոլոր ընտրություններն են երկրի ապագան որոշում, բայց սա սահմանային ծայրահեղ վտանգավոր կետից դեպի անդունդը գնալու, թե փորձելու փրկել իրավիճակը ընտրության վերաբերյալ ենք խոսում մենք։ Ուստի նշանակում է, որ քաղաքական դաշտը նույն եռացող վիճակում պիտի լինի։ Պիտի լինի process, որ հետագայում, եթե հետընտրական զարգացումներ լինեն, եթե Փաշինյանը գնա կեղծիքների կամ ընտրությունների չեղարկման կամ ինչ որ նմանօրինակ լուծման, լինի փողոցային գործընթաց հետընտրական, որը կկանխի դա։ Հիմա ոնց է ավելի հեշտ գեներացնել փողոցային գործընթաց կամ հետընտրական զարգացում, երբ որ մինչև այդ ոչ մի բան չկա, թե եթե մինչև այդ կա կոնսոլիդացիոն գործընթաց իմպիչմենտի տեսքով։ Այս ես ասում եմ վատագույն տարբերակը, եթե իմպիչմենտը չստացվի։ Այս թեզը մարդիկ, որոնք հակադրում են ընտրություն, իմպիչմենտ, հակատրամաբանական է։ Իմպիչմենտը ստացվի, չստացվի, մենք իմպիչմենտը սկսեինք, չսկսեինք, սրանից խոսեինք, չխոսեինք, ընտրությունները լինելու էր։ Այս երկու գործընթացը իրար հետ հակադրություն չունեն։ Շատ հանգիստ կարելի է պատրաստվել ընտրությունների, եթե դա ուզում են մեր որոշ գործընկերները, բայց միևնույն ժամանակ, եթե ոչ օգնել իմպիչմենտի գործընթացին, ապա գոնե դրան վնաս չտա։ Նայեցեք, եւ ձեր խոսքի համատեքստում ես հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 4-րդ հանրապետության հռչակումը ռազմավարական տեսլական է իրենց համար եւ սահմանադրությունը փոխել են ընտրությունից հետո։ Այսինքն իշխանությունները բաց խաղաքարտերով են խաղում արդեն։ Այո, իշխանությունները հիմա արդեն անցել են բաց խաղաքարտերով խաղաղոճին։ Սա շատ անգամներ Փաշինյանի կողմից փորձած տարբերակ է, ինքը սկզբից ասում է, չէ, ես ինչ եք ասում, ոչ մի դեպքում դա չի լինի, վերջում անում է դա։ Հիմա հասել ենք դրան, միջազգային տրամաբանություններ նույն ձև, Արցախի հանձնումներ նույն ձև, ու այսպես շատ կարող եմ էլի թվարկել։ Փաշինյանի առաջարկած կեղծ թեզերի դեմ կան իմ որոշ գործընկերներ, որոնք մտնում են այդ կեղծ բանավեճի մեջ։ Առաջ, եթե հիշում եք, մոտ մի կես տարի առաջ, մի քիչ ավել, այդ կեղծ բանավեճը Փաշինյանի առաջարկած հետևյալն էր. պետությունը պիտի տնտեսապես ապահովի, տնտեսական հնարավորություններ ստեղծի քաղաքացու համար, թե անվտանգությունը ապահովի։ Անվտանգություն, թե տնտեսական զարգացում։ Դա ապուշ բանավեճ է, այդպիսի բան գոյություն չունի։ Պետությունը պիտի ապահովի տնտեսական հնարավորություններ քաղաքացու համար եւ պիտի ապահովի քաղաքացու եւ պետության անվտանգությունը։ Այդ բան, այդ տենց դիսկուրս չկա, այսինքն այդ կեղծ բանավեճի մեջ պետք չի մտնել։ Հիմա նույնը այստեղ է, իր առաջարկը որևէ կապ չունի իրականության հետ։ Դրա դեմ պայքարել բուն այդ բանավեճի մեջ մտնելով շատ վտանգավոր է, որտեղ ինքը ասում է ես խաղաղություն եմ բերում։
ինչ պետք է դրան պատասխանես։ Խնդիրը հետևյալն է։ Իր առաջարկածը խաղաղություն չի, մեկ։ Երկրորդ, իր ասածը թե իբր կամ էս թուղթն է, կամ պատերազմ չէ, այդպես չի։ Կամ էս թուղթն է, կամ ավելի լավ բանակցած մեկ ուրիշ թուղթ, կամ ավելի լավ բանակցած լրիվ այլ ձևաչափով թուղթ։ Սա շատ էական տարբերություն է, եւ մենք բոլորս պետք է կարողանանք ամենապարզ, ամենակենցաղային, ամենաընկալելի ձևով մեր քաղաքացիներին բացատրել այս ամենը ու այստեղ որևէ այդպիսի հասկացություն չկա, որ դե քաղաքական գործընթացները այնքան բարդ են եւ այլն եւ այլն։ Չէ, այդպիսի բան չկա։ Մեզ նայող քաղաքացիներից յուրաքանչյուրը ունի մասնագիտություն։ Ու եթե ինքը իր մասնագիտությունից տերմիններով փորձի ինձ ինչ-որ բան բացատրել, ես ոչ մի բան չեմ հասկանում։ Դե սա էլ է մասնագիտություն։ Ու դրա համար, ինչպես ես կխնդրեի մեր քաղաքացիներին իրենց մասնագիտականը բացատրել պարզ, կենցաղային օրինակներով, որ ավելի հասկանալի լինի իմ համար, ու կարևոր չի այդ մասնագիտությունը մաթեմատիկա է, թե մեքենայի արհեստա, որևէ տարբերություն չի։ Դե մի մասնագիտություն էլ սա է։ Ու մեր մասնագիտության գործընթացները Փաշինյանի առաջադրած վտանգները, հակապետական գործողությունները մենք փորձում ենք մաքսիմալ պարզեցված, մաքսիմալ կենցաղային կերպով բացատրել մեր քաղաքացիներին, որպեսզի իրենց համար դա ավելի դյուրին ընկալելի լինի։ Ու ես վստահ եմ, որ երբ մեր քաղաքացիներին ամբողջ ճշմարտությունը պարզ, առանց քաղաքական խրթին ձևակերպումների ներկայացնում ես, մեր ժողովուրդը իմաստուն է, ինքը ճիշտ որոշում կկայացնի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք կշարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը, հատկապես ներքաղաքական դաշտում եւ Հայաստանի շուրջ։ Մենք զրուցում էինք Ազգային ժողովի ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։